Ողջունում եմ ձեզ, իմ սիրելի քույր եղբայրներ, Տիրոջ հոգին թող օրհնի ձեզ, խաղաղություն եմ մաղթում ձեր տներին։ Այս երկրի վրա ապրելով, օրեցօր հանդիպելով տարբեր տեսակի փորձությունների, ունենք մի նպատակ հանդիպելու շուտով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով երկնքից գալու է, որպեսզի հավաքի իր զավակներին։ Շատերը ունեն իրենց կարծիքները մարդկանց մասին, թե ով պիտի գնա երկինք, ով չէ։ Թողնենք այդ ամենը Աստծուն, որովհետև դա Աստծո գործ է, իսկ մենք այսօր փորձում ենք ծառայել Տիրոջը եւ Տիրոջ ողորմությամբ տեսնում ենք, որ Աստված աջակցում է եւ առաջնորդում է սիրելիներ։ Ինչպես հիշում եք, մենք Հովնանի գիրքն էինք սերտում, նայում եւ դրանից դասեր էինք քաղում, շատ նամակներ եմ ստանում, որ մարդկանց կյանքի մեջ շատ օգուտ է տվել այդ ամենը։ Եվ Հովնան մարգարեությունը ինքը շատ կարճ է, բայց շատ խորն է, յուրօրինակ է, յուրահատուկ է եւ այնպիսի խորը դասեր կան եւ մենք հասանք մինչեւ 3-րդ գլխի վերջ եւ 4-րդ գլուխ ենք հիմա ուրեմն նայելու, ընդամենը 2 խոսք պիտի նայենք, որովհետեւ այնքան խորն է Հովնանի գիրքը, որ այդպես արագ կարդալ անցնելով շատ բան չենք սովորի։ Պետք է մենք խորանանք ամեն խոսքի մեջ։ Այսօրվա մեր պատգամը կոչվում է Աստծո եւ մարդու տարբերությունը։ Իհարկե, եթե այսպես նայենք, շատ բաներում կարող ենք մենք տեսնել Աստծո եւ մարդու տարբերությունը։ Չնայած Աստված մարդուն ստեղծել է իր պատկերի համաձայն, իր պատկերի պես, բայց եւ այնպես ընթացքը ցույց է տալիս, թե որքան տարբեր է, ինչպես գրված է, ինչպես երկինք երկրից բարձր է, այնպես էլ Աստծո ճանապարհները մարդու ճանապարհներից բարձր են։ Մենք սկզբում նայեցինք Հովնանի փախուստը Աստծո կամքից եւ համեմատեցինք մեզ հետ, թե ինչպես ենք մենք հաճախակի փախնում Աստծո կամքից եւ երբ որ մենք Աստծո կամքից դուրս են գալիս, նույնիսկ մեր ուրեմն նյութական կարողությունն ենք ծախսում այլ եւ այլ բաների վրա, ինչպես մենք այդ մասին խոսեցինք, որ Հովնանը վճարեց, որ փախչի Աստծո կամքից։ Երբ որ մենք Աստծո կամքից փախչում ենք, շատ բաների մեջ մենք վճարում ենք։ Իսկ երբ որ մենք գնում ենք Տիրոջ ճանապարհների մեջ, հավատացեք, շատ վճարումներից Աստված մեզ ազատում է։ Ես իմ կյանքից եմ դա ինքս ուրեմն ճաշակել, տեսել եւ ես հաստատ համոզված եմ, որ շատ հոգիներ, եթե տան հնարավորություն այնքան վկայություններ կտան, որ ինչպես է Աստված իրենց տարբեր իրավիճակներից ազատել եւ որոշակի ուրեմն նույնիսկ նյութական նեղություններից դուրս հանել։ Նախ կուզեմ շնորհակալություն հայտնել այն ազնվորությանը, որ արձագանքեց այն քույրիկի համար, ում համար որ ուրեմն հայտարարություններ եղել, այստեղ շատ մեծ դեր էր խաղում նախ քույրիկի հավատքը, որ հավատքով Աստծուն էր աղոթել, եւ երկրորդն էլ ուրեմն դեր էր խաղում մեր մյուս քույրիկի Աստծուն մոտ լինելը, որովհետեւ եթե դու աղոթում ես Աստծուն եւ Աստված էլ պիտի ինչ-որ մեկին ասի, իսկ ասելու համար լսող է պետք, չէ, ուրեմն Տերը թող օրհնի քույրիկս, ինչ որ արել ես այդ քույրիկի համար, Աստված թող հազարապատիկ քեզ հատուցանի։ Ես չեմ շատ խորանում, ոչ էլ ուզում եմ իմանալ ինչ ես արել կամ չես արել, պարզապես շնորհակալություն եմ Աստծուն հայտնում, որ ունենք այսպիսի Աստծո զավակներ մեր շրջապատում։ Ուրեմն դրանից հետո մենք խորացանք, տեսանք, թե Հովնանը ուրեմն նավի խորքում էր թաքնվել, համեմատություններ բերեցինք մեզ հետ, թե մենք ինչպես ենք թաքնվում, որպեսզի մեզ ոչ ոք չտեսնի, բայց այնուամենայնիվ երկրի բոլոր այս քաոսային իրավիճակների պատճառը դա հավատացյալ անձնավորությունն է, որովհետև եթե շատ խորին քննենք եւ նայենք, իհարկե մեր վրա մեծ ուրեմն պատասխանատվություն կա այս երկրի նույն այդ կարգուկանոնի եւ հանդարտ լինելու չլինելու վրայով, որովհետեւ երբ որ մենք մեր տեղում չենք կատարում ավետարանչություն, չենք ասում մարդկանց ավետարանի ուրեմն խոսքը, դրա համար փաստորեն այս իրավիճակն է ստեղծվում։ Կան նաև ուրիշ փոթորիկներ, երբ որ դու ասում ես Աստծո խոսքը, արդեն փոթորիկ է լինում, սա մի այլ է, հասկանում եք։ Մենք պետք է տեսնենք որտեղ է ուրեմն սատանան դեմ դուրս գալի եւ որտեղ է Աստված մարդուն դեմ դուրս գալի,
որպեսզի մարդը չգնա սխալ ճանապարհով։ Մենք մեր կյանքի մեջ կարող ենք դա զգալ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս անցնում էր ծովի մյուս հատվածը, որպեսզի Գերգեսացի դիվարին բուժեր, մեծ ուրեմն փոթորիկ բարձրացավ Աստծո թույլտվությամբ եւ իհարկե սատանան դեմ էր այդ ամեն ինչին եւ վախեցան աշակերտները եւ Տերը վեր կացավ եւ սաստեց այդ ամեն ինչը դադարեց։ Երբ մեր կյանքում էլ թող Տերը սաստի, որպեսզի այդ ամեն ինչը դադարի։ Որից հետո Հովնանին նետեցին ծովը, մենք դրա մասին էլ նայեցինք եւ կետը կուլ տվեց կետի ներքին զգացողությունները մենք համեմատեցինք ուրեմն հոգեվոր այս երևույթների հետ, շատ բաներ սովորեցինք, եթե չեք նայել անպայման նայեք Հովնանի մարգարեության մասին, երբ որ մենք ուրեմն ծայրից ծայր երբ որ խոսում ենք, շատ մեծ շնաբեր բաներ կան։ Դրանից հետո կետը փսխեց ցամաք, ուրեմն ցամաք պատգամը նայեք անպայման եւ որից հետո հավատացին պատգամը նայեք եւ հանկարծ Նինվեի ժողովուրդը հավատացին։ Հիմա ես ուզում եմ շարունակությունը կարդալ, ինչ կատարվեց Հովնանի հետ, երբ որ նա տեսավ, որ Աստված իր բարկությունը չբորբոքեց մեղավոր տարածքի վրա։ 4 գլխի առաջին խոսքն եմ ուզում կարդալ, Հովնան Մարգարեության։ Это 4 глава Иона, 1 стих. Իսկ Հովնանը չափազանց տրտմեց ու խիստ զայրացավ։ Ես ուզում եմ կարդալ 3 գլխի վերջին խոսքը, որ հասկանանք ինչի համար տխրեց, եւ Աստված տեսավ նրանց գործերը, այսինքն նինվեացիների, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, ու Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե անելու է նրանց եւ չարեց։ Սրա համար Հովնանը զայրացավ։ 4 գլխի առաջին խոսքը նորից եմ կարդում։ Իսկ Հովնանը չափազանց տրտմեց ու խիստ զայրացավ։ Չափազանց տրտմեց։ Հետաքրքիր էր, մարդկային դատողությունը պահանջում է պատիժ չարիքի դիմաց։ Քննեք ձեր շրջապատը։ Մարդիկ, երբ որ իրենց աչքերով գտնում են մեղավորներ կամ չարագործներ, որոնք վատ բաներ են անում, ուրեմն նրանց պատիժն են ակնկալում։ Նույնիսկ այսպիսի իրավիճակներ է եղել, երբ որ գնում ենք միտեղ խոսք խոսելու, շատ անգամ մեր ներսով կարծես թե երբ որ նրանք ուրեմն սկզբից չեն ընդունում, մտածում ենք Աստված մի հատ պատժեր սրանց, չէ։ Սա ուրեմն մարդկային տեսանկյունն է, մարդը ուզում է այդ պատիժը տեսնի, ահա տեսեք մեր տարբերությունը եւ ձեր տարբերությունը, մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք օրհնության մեջ ենք, իսկ դուք պատժի մեջ եք, ահա տեսեք Աստված ձեզ կպատժի։ Սա մարդու իմիջն է, մարդու էությունն է, մարդու մոտեցումն է։ Սա է մարդը։ Սա երկայնամտություն չէ։ Սա նորեղամտություն չէ։ Հետաքրքիր էր, որ օրինակ ինչպես դուք կզգաք այս փաստը ձեր մեջ, երբ որ տեսնեք շատ մեղավոր մեկը, որ շատ վատություն է արել ձեր անձին, որ շատ ահավոր բաներ է արել ձեր ընտանիքին եւ հանկարծ զղջա ու դարձի գա։ Եվ Տերը ընդ որում քեզ ասել էր, որ գնա նրան ասա, որովհետեւ ես պիտի կործանեմ։ Բայց եւ այնպես ասելուց հետո դու տեսնում ես, որ կատարվել է այդ ներողամտությունը։ Հովնանը շատ զարմացավ, որ այդպիսի չար գործերից հետո Աստված այդքան հեշտ ներեց։ Ինքը մտածեց, որ շատ հեշտ ներեց։ Երբեմն մարդիկ շատ են զարմանում, երբ տեսնում են Աստված ներում է մեղք գործող մարդուն, որովհետև իրենց աչքերով, նույնիսկ հենց իրենք են քարոզել, չէ՞ օրինակ պատահել է, որ նույնիսկ եկեղեցում եղբայրներ են ստիպուկ խոսքերն ասում են, Աստված է նույնիսկ ասել, որ ասա, չէ՞, բայց կարծես իրենք չեն սպասում, որ այդ անձնավորությունը, շատ-շատերը կարծես չեն սպասում, որ այդ անձնավորությունը հնարավոր է զղջա եւ դարձի գա։ Եվ ունեն իրենց մոտեցումը, իրենց դիրքորոշումը եւ սանձը կորսված է եւ վերջ։ Սիրելիներ, որևէ մի անձի նկատմամբ պետք չէ այդպես տրամադրված լինել։
Եթե մեր կյանքի ելևէջների մեջ մենք զայրանում ենք, ինչ որ մեկի վրա հոխորտում ենք, չէ, ինչ որ մեկին հակակրանք ունենք, բայց պետք չէ որ դա հարատևի, դա մենք մեր մեջ պիտի սպանենք եւ մենք պիտի ազատվենք դրանից։ Եթե մենք մնանք դրա մեջ, ուրեմն շատ լուրջ խնդիրներ ունենք Աստծո առաջ։ Հովնանը գնացել էր իր ազգի թշնամու մայրաքաղաքում քարոզ էր արել։ Եվ կարծես թե իր ծառայությունը կատարելուց հետո, ահա ես հիմա արեցի, Տեր ջան, տեսա լսեցի քեզ, դե հիմա էլ դու քո խոստացածն արա, դե հիմա պատժիր դրանց։ Շատ անգամ մենք ծառայություններ ենք անում եւ սպասում ենք ուրեմն այն բանին, ինչին որ մեր սիրտն է ցանկանում։ Բայց արդյոք Աստված ցանկանում է տվյալ անձին պատժել կամ տվյալ անձին ոչնչացնել։ Արդյոք Աստված ցանկանում է անել այն, ինչը որ քո սրտին համեմատ է։ Քննություն արա քո սիրտը, ինչ ես դու ցանկանում քո թշնամուն, քո դիմացինին։ Գիտեք, երբ որ ասում ենք թշնամի, շատերը շատ հեռուն են գնում, չէ՞։ Ես մի անգամ այդ մասին խոսել եմ, որ քո եղբայրը կարող է քեզ դառնալ թշնամի, քո ծնողը կարող է քեզ դառնալ թշնամի, դու ինքդ քո մեջ կարող ես իրեն թշնամի համարել, քո զավակները կարող են քեզ դառնալ թշնամի։ Ինչ ես դու իրեն ցանկանում։ Ինչպես է շփվում, սա մի այլ բան է, բայց ինչ ես դու իրեն ցանկանում, սա միայն Աստված է տեսնում քո սրտի մեջ։ Ինչպիսի ցանկություն ունես իրենց հանդեպ։ Օրինակ, եթե մենք այսպես կողքից նայենք Հովնանին քարոզելով գնում է, չէ՞։ Հնարավոր է որակավորենք, որ ինչ լավ մարդ է, ինչ Աստծո մարդ է, ոնց է անձնավորություններին փրկության լուրը բերել եւ ինչ մեծ հզոր գործ է, այսպես չէ, կարող ենք նույնիսկ բարի մարդ համարել, բայց այս անձնավորությունը նրանց կործանումն էր ուզում։ Այսօր շատերը քարոզում են, բայց դիմացինի կործանումն են ուզում։ Օրինակ, այսպես չի եղել, այսպեսի արտահայտինից շատ են արել, Տերը քեզ ողորմի, չէ՞, այսպես կարծես քարոզ են անում, բայց իրենց ներսում ոչ են ուզում որ ողորմի Տերը, իրենց ներսում ուրիշ բան են ուզում, որպեսզի իրենց խոսքերը հաստատվի, որպեսզի Հովնանի խոսքերը հաստատվեր, Հովնանը ուզում էր պատիժը տեսներ այդ նիվեացիների։ Դրա համար հետո մենք պիտի մյուս պատգամների համար մեջ նայենք, թե ինչի Հովնանը առանձնացավ, այդտեղից դուրս եկավ։ Շատ զարմացավ Հովնանը, սիրելիներ, եւ տեսեք, ընդհանրապես շնչավոր մարդը շատ է զարմանում, երբ այն մարդը, որին պատիժ է հասնում, երբ ընդունում է իր մեղքերը, զղջում է, Աստված ներում եւ մաքրում է նրան։ Օրինակ, տվյալ պարագային Հովնանը հոգևոր կերպով չէր վարվում, նա շնչավոր մարդու կերպարանք էր հագել։ Նա շատ զարմացավ եւ զայրացավ։ Նա արդեն կարծես Աստծո աչքերով չնայեց թե նրանք ինչպես էին զղջում, հապա նա հիշում էր թե նրանք ինչպես էին մեղանջում։ Եվ գիտեր ինչի համար էր եկել եւ գիտեր Աստծո խոսքը։ Եթե Աստված քեզ ասում է, որ ամբարիշներին պիտի անշուշտ պատժեմ, բայց նաեւ դու պիտի հիշես նաեւ մյուս խոսքը, զղջացողին Աստված ներում է։ Եկեք կարդանք ուրեմն Հովնան առաջի Հովանու առաջին գլխի 9-րդ խոսքը շատ հայտնի համար է, ես ուզում եմ այդտեղ կարդալ, ուրեմն առաջին գլխի 9-րդ խոսքը առաջի Հովանու, ուրեմն это первое послание Иоанна, первая глава, 9 стих։ Գրված է այսպես. Եթե խոստովանենք մեր մեղքերը, հապա նա հավատարիմ ու արդար է մեր մեղքերը մեզ ներելու եւ մեզ բոլոր անիրավություններից մաքրելու համար։ Ինչին է հավատարիմ։ Հավատարիմ է իր խոսքին։ Աստված ասել է, օրինակ այսօր շատ կան, չէ, որ քարոզիչներն ասում են, որ Աստված կների, բայց որ գալիս է парагան, որ այն ազնվորությունը, որին դու հակակրանք ունես, որ հանգարց զղջում է, դու շատ զարմանում ես։ Ինչպես է ազնվորությունը ներում ապրեց այսօր, Աստծո կողմից ողորմություն ապրես, շատ ես ապշում եւ զարմանում ես։ Ինչի համար, որովհետեւ դու ուրիշ բանի ես սպասում։ Ուրեմն, երբ որ աշակերտները տեսան, որ Հիսուսին չընդունեց այն գյուղը, որ պիտի մտնեն, եւ նրանք միանգամից ասացին կրակ իջեցնենք, եւ որպեսի վարվի այդ Սամարիայի գյուղեր, չէ, որ կան հիշում եմ, որպեսի վարվի այդ գյուղը։ Այսինքն միանգամից ուզեցին իրենց
կարելի ասել այսպես թշնամիների կորուստը, սամարացիները այդպես չեն շփվում։ Եվ այս համարը մեզ բացահայտում է, որ չներվող մեղք գոյություն չունի։ Ես նորից ուզում եմ հիշատակել, որ դուք իմանաք, սիրելիներ, Սուրբ Հոգու դեմ հայոյությունը, երբ որ Տերը ասում է չի ներվում, սա նշանակում է, որ ոչ թե որ հատուկ մի հատ մեղք կա, ենթադրենք, այսպեսի մի բան անես, սա մեղք է ներվում է, բայց այսպեսի մի բան անես, չի ներվում, ուզում ես զղջա, ուզում ես չէ, այդպեսի բան չկա։ Ընդհանրապես Սուրբ Հոգու դեմ հայոյությունը նշանակում է մեղքը գործում ես ու չես զղջում դրա համար։ Սա է Սուրբ Հոգու դեմ հայոյություն։ Ավազակը խաչված էր, մեղքը գործել էր խաչի վրա, բայց չէր զղջում։ Նույն մեղքը գործել էր մյուս ավազակը, բայց զղջաց, նա գնաց դրախտ, իսկ ինքը ընտրեց ուր գնա, որովհետև չէր զղջում եւ գրված է հայոյություն էր անում։ Սուրբ Հոգու դեմ էր հայոյում։ Աստծո որդին էր հայոյում, ինչ տարբերություն։ Դրա համար է գրված, ասում է, որքան մարդու որդուն հայոյեն, այսինքն երկրի վրա ինչ էլ որ անեն, կներվի, եթե դարձի կան կներվի, բայց երբ որ Սուրբ Հոգու դեմ հայոյեն, այսինքն հավիտենական կյանքի համար, այսինքն Աստծո խոսքին դեմ գնան, սա չի ներվելու։ Հովնանի մոտ ասես մի հատ process էր կատարվում։ Ինքը հետո որ մենք խորանանք ինքան հետաքրքիր է, այդ ուրեմն ես չեմ կարող հիմա ավելի շատ ծավալվել, որովհետև այդքան ժամանակը չի հերիքի, այս երկու խոսքի վրա պիտի կանգնենք, բայց հետագայում շատ հետաքրքիր է լինելու Հովնանի մտորումների, ուրեմն Աստծո եւ իր խոսելու, այսպես այնքան ընկերավարի են խոսում, Աստված պատրաստ է քո հետ ընկերավարի խոսել, բացատրել քեզ, չէ՞, օրինակ այսօր աշխարհի մարդիկ կան, որ դիրք ունեն, իրանց հետ դու չես կարող խոսել, ինքը կվախեցնի քեզ, հələ փորձի մի բան ասել, միշտ հիշեք, կեղծ հարգանքը գալիս է վախից։ Երբ որ մարդ մեկը մյուսին կեղծ է հարգում, ուրեմն վախենում է դրա համար, ցույց է տալի, որ հարգում է, բայց չի հարգում։ Բայց Աստված չի ուզում, որ մենք այդպես սիրենք ու հարգենք իրեն։ Չի ուզում, որ կեղծ լինի։ Աստված ուզում է, որ դա ամենը լինի անկեղծ եւ թափանցիկ։ Ես ուրեմն ուզում եմ կարդալ 4-րդ գլխի 2-րդ խոսքը։ Տեսեք, հետաքրքիր Հովնանը զայրացավ։ Եվ աղոթեց Տիրոջն ու ասաց. զայրացած եւ վրդոված մարդու աղոթքը։ Ես ուզում եմ կարդալ։ Ինչպիսին կարող է լինել։ Միթե սա գոհության աղոթք կարող է լինել, միթե սա կարող էր ինչ-որ ներման աղոթք լինել, միթե կարող էր փառաբան, ոչ։ Հիմա կարդամ ինչպեսի աղոթք արեց։ Այն ազնվորությունները, ովքեր տրտմություն են իրենց մեջ ապրում, իրենց ապրելն էլ չի գալիս, գիտեք։ Գրված է, որովհետև այսպես, եւ աղոթեց Տիրոջն ու ասաց. ով Տեր, ես այս նույն բանը չասացի, երբ դեռ ին երկրում էի, այդ պատճառով էլ Թարսիս փախա, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթած, երկայնամիտ ու բազմավորմ Աստված ես, եւ կզղջաս չարիքի համար։ Եվ հիմա ով Տեր, երրորդ խոսքում ասում է, աղաչում եմ, առ իմ հոգիս ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնել, քան կենդանի լինել։ Որոշել է երկու խոսք կարդալ, բայց ինքնաբերաբար գնացի առաջ, երրորդ խոսքը կարդացի արդեն։ Ինչպիսի աղոթք արեց նա, տրտմած էր։ Բայց երկրորդ խոսքին, եթե մենք անդրադառնում ենք, օրինակ Հովնանը ասաց, որ չասացի, որ դեռ իմ երկրում էի, այդ պատճառով էլ Թարսիս փախա, որովհետև գիտեի, որ դու ողորմած գթած ես։ Եվ որտեղից գիտեր։ Մենք Աստծուն որտեղից ենք ճանաչում։ Աստծուն որտեղից մենք գիտենք։ Սուրբ գրքից։ Հովնանը Սուրբ գիրքը գիտեր, կարդացել էր եւ հավատացել էր։ Հովնանը մարգարե էր, նա լավ գիտեր Սուրբ գիրքը եւ ես ուզում եմ կարդալ Ելից գրքից, թե ինչ խոսք է Հովնանը ասում, ուրեմն 34-րդ գլխի 6-րդ խոսք ես կուզեմ կարդալ։ 34-ի 6-ում գրված է այսպես. Եվ Տերը նրա առջևից անցավ եւ հայտարարեց. Տերը, Տեր Աստվածը, ողորմած եւ գթացող, երկայնամիտ եւ բարեգտությամբ ու ճշմարտությամբ առատ։ Ոչ թե մի փոքր ունի, այլ առատ։ Հովնանը այս խոսքը կարդացել էր։ Նա շատ լավ գիտեր
Աստծուն եւ Աստծո բնույթը։ Սակայն այս պարագային Հովնանը Աստծո հետ համաձայն չէր։ Այսօր շատ քարոզիչներ շատ լավ գիտեն Աստծո խոսքը եւ Աստծո բնույթն էլ գիտեն, բայց շատ պարագաներում Աստծո հետ համամիտ չեն։ Քննենք մեր ներսը, շատ բաներում մենք Աստծո հետ համամիտ չենք։ Ինչ ես անձին չպատժեցիր, ինչ ես անձը միջև հիմա ապրում, ինչ է մյուս անձը այդքան բարգավաճում, ինչի այսպես, ինչի այսպես։ Շատ բաներում համաձայն չենք։ Ինչի մեր ազգին այսպեսի բան դա պատահեց։ Շատ բաներում Սուրբ գրքում գրված է թող Աստված ճշմարիտ լինի եւ ամեն մարդ սուտ։ Այս խոսքը դու պիտի քո մեջ վերցնես։ Ես այս երկու օրը մի հավատքի տեղացի ռուսախոս գերմանացիներ էին, իրենց տանը ուրեմն հրավիրել էին երեխաներիս հետ գնացի։ Երբ որ իմացան իմ պատմությունը, ինձ մի հարց տվեց տվյալ եղբայրը, ասում է՝ դու Աստծուն չես մեղադրում ես ամեն ինչի համար։ Ինձ համար շատ տարօրինակ էր, ես իրեն մի բան պատասխանեցի, ասացի, պարզապես հասկանում եմ հարցը ինչի համար ես տալի, որովհետև ինձ չես ճանաչում։ Ինչպես ես կարող եմ Աստծուն մեղադրել, ես ով եմ, որ Աստծուն մեղադրեմ սիրելիս։ Ինքը շատ զարմացավ, որովհետև պատմությունը շատ ահավոր է։ Այն ինչ որ ես YouTube-ով խոսել եմ, դա շատ 2%-ն եմ երևի ասել, այն ինչի միջով որ ես անցա, բայց վկայում եմ այն մասին, սիրելիներ, որ երբեք Աստծո առաջ տրտմություն չկա։ Կարող է տրտմեմ իրավիճակների համար, բայց Աստծուն մեղադրել, սա հիմարություն է։ Մարդ, դու ինչպես կարող ես Աստծուն մեղադրել։ Եվ այս պարագային Հովնանը ասում է, ախր ես գիտեի, որ դու այսպիսին էիր, այսպիսին էիր, այսպիսին էիր։ Հաստատենք մի ուրիշ համարով, կարդանք Թվոց 14-րդ գլխի 18 խոսքը, նաև գրված այսպես. Տերը երկայնամիտ է եւ առատ ողորմությամբ, անօրենությունն ու հանցանքներով, բայց մեղավորին երբեք անպատիժ չի թողնի։ Հայրերի անօրենությունը որդիների վրա մինչև 3-րդ եւ 4-րդ սերունդը հատուցելով։ Իհարկե անօրենությունը անպատիժ չի թողնի, այստեղ հարց է առաջանում, ինչու են շատերը անպատիժ մնում։ Հիշեք, բոլոր մարդկանց պատիժը Հիսուս Քրիստոս վերցրեց իր վրա, որի պատճառով նրան խաչեցին։ Իմ սիրելի քույր եղբայրներ, մենք պետք է մեր ընտրությունն անենք։ Ապրենք ինչպես մեր սիրտն է թելադրում, թե ապրենք Աստծո կամքով։ Հովնանը ճանաչում էր Աստծուն Սուրբ գրքով, նա Սուրբ գրքերից գիտեր Աստծուն, ուներ հաղորդակցություն Աստծո հետ։ Մենք էլ այսօր շատերս ճանաչում ենք Աստծուն Սուրբ գրքով, գիտենք նա ինչպիսին է, նրա հատկությունները, բնավորությունները, նրա ամեն ուրեմն գործելակերպերի վեհությունը մարդկային ուրեմն խորհրդներից վեր, ամեն ինչ գիտենք, բայց այստեղ մի նրբություն կա։ Գիտենալը չօգնեց Հովնանին։ Այսօր քեզ գիտենալը չի օգնի, ուզում ես Սուրբ Գիրքը անգիր իմացի, ուզում ես Աստծուն լավ իմացի։ Չի օգնի։ Աստծո հետ էլ ուզում ես խոսա, էլի չի օգնի, շատերը ասում են հրեշտակ եմ ուզում տեսնեմ, Աստծո ձայնն եմ ուզում լսեմ, էլի չի, գիտեք ինչ կօգնի։ Աստված չի ուզում, որ դու միայն իրեն այդպես ճանաչես։ Աստված գիտեք ինչ է ուզում։ Աստված ուզում է, որ մենք իր նման լինենք։ Այդ ինչի որ հրաշքներ գործելուց ուզում ենք նման լինել, բայց ներելուց չենք ուզում նման լինել։ Դիմում եմ բոլոր առաջնորդներին եւ հովիվներին այն եկեղեցու, որտեղ ես ծնվել եմ։ Իմ փորձությունից մոկ 1 տարի անցել է, դեռ ոչ ոք ինձ հետ կապ չի ուզել հաստատի։ Եթե շատերդ սպասում եք, որ Աստծո պատիժը պիտի գա, ինչպես Հովնանն էր սպասում, որ նինվեացիներին հիմա պիտի կործանվեն, ետքը տեսավ Աստծո ներումը, չսպասեք դրան, Աստված ինձ ներել է, Աստված ինձ սիրում է եւ Աստված ինձ օրհնում է։ Հիմա կուզեք տրտմեք, Հովնանի նման ասեք, մեր ապրելը
մեր մեռնելը ապրելու ծաղեկ է, ինչպես երրորդ խոսքում կարդացի, հոգիս վերցրու, դա ձեր գործն է, բայց ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Աշխարհը մի հատ լավ խոսք ունի, քարը փեշիցը թափի, չէ, աշխարհի քարը վերցել ենք, մեր գիրկը գնում ենք, որքան շուտ ենք մոռանում իրար։ Լավ, գնանք առաջ։ Հովնանն ուզում էր Նինվեն կործանվի, ինչի համար։ Տեսեք, շատ կարևոր բան պիտի ասեմ։ Նախ ես կուզեմ կարդալ ինչ որ ես ասեցի Մատթեոսի 5-րդ գլխի 48 խոսքը, որտեղ գրված է. Ուրեմն դուք կատարյալ եղեք, ինչպես կատարյալ է ձեր հայրը, որ երկնքում է։ Ոչ թե միայն նրան կարդացեք, ճանաչեք նրա հատկություններն, իմացեք եւ ասեք ես նրան ճանաչում, ապա նման եղեք նրան։ Սա շատ կարևոր բան է, սիրելիներ, նման լինել Աստծուն։ Ես այսօրվա պատգամը շատ երկար չի ցկվելու, որովհետև դա շատ խորն է։ Պիտի շատ խորին մտածենք այս մասին, սիրելիներ։ Պիտի շատ խորանանք, թե ով ենք մենք եւ ով է Աստված։ Եթե տարբերությունը շատ է, ուրեմն լավ չէ։ Ուրեմն մենք պիտի նմանվենք Աստծուն, ինչով։ Սարեր տեղափոխելով։ Դրա կարիք արդյոք կա այսօր։ Ներողամտությամբ, երկայնամտությամբ։ Ախ, այդ երկայնամտությունը, որքան ենք մենք կտրուկ բաներ անում, չէ՞։ Մեր խոսքերի մեջ, մեր գործերի մեջ, մեր քայլերի մեջ։ Բայց փորձիր երկայնամիտ լինես։ Օրինակ ինձ որ գալիս են մեկի մասին ինչ-որ բան են ասում, ես մի անգամից կարծիքս չեմ ասում, չեմ շտապում։ Շատ անգամ ես փորձում եմ հասկանալ, արդյոք դա այդպես է, որտեղից ես քամի եկավ, որտեղից այս ձայնը եկավ, ինչի եկավ։ Բայց շատ անձնավորություններ 1000-րդ ականջից լսելով կարծիք են կազմում ինչ որ մի անձնավորության մասին։ Մենք հետո կտեսնենք, թե Աստված ինչի համար ողորմեց Նինվեին եւ այդպես դարակներով կարելի ասել դրեց Հովնանի առաջ։ Բայց հիմա մենք կոնկրետ խոսում ենք մեր եւ Աստծո, մարդու եւ Աստծո տարբերության մասին, որովհետեւ այսօրվա մեր պատգամը կոչվում է Աստծո եւ մարդու տարբերությունը։ Եթե Աստված մարդու նման մտածեր այդ պահին 120,000 ժողովուրդ ոչնչանալու էին Սոդոմ Գոմորի նման։ Գիտեք տարբերությունը որն էր Սոդոմ Գոմորի եւ Նինվեի։ Սոդոմ Գոմորի մարդիկ չզղջացին։ Իրենք մինչև վերջ ցույց տվեցին իրենց չարությունը, որովհետեւ Հովտը նրանց քարոզում էր, ասում էր այդ չարիքը մի արեք։ Ուզում եք իմ աղջիկներին դուրս անեմ, ին հյուրերին մի բան արեք։ Հիշում եք այդ պատմությունը։ Բայց Նինվեի մարդիկ զղջացին։ Սա շատ կարևոր բան է, սիրելիներ։ Որքան անարդար կլիներ, եթե Նինվեի մարդիկ կորսվեին նույն Սոդոմ Գոմորի մարդկանց նման։ Նինվեի մարդիկ զղջացին, թագավորը իր գայից ելավ, քուրսակավ եւ իրենք դարձան իրենց չար գործերից, հափշտակածը ետ տվեցին եւ այդ գործերն արեցին այդ 40 օրվա մեջ, ոչ թե սպասեցին, չէ՞, որ մարդիկ կան, երբ է լինելու աշխարհի վերջը 40 օր մնացել, կանգնի լավ հաճույք կանեմ, այդպես չարեցին։ Հաճույքի ձերծ ապրեցին այդ 40 օրը նինվեացիները, սիրելիներ, որի համար եւ Աստված զղջաց։ Եթե որևէ մեկը մտածում է, որ Աստված իր ուրեմն պատիժն է կախել իր գլխի վրա, կամ կացինն է ճոճում իր պարանոցի վրա, դուք պարզապես զղջացեք։ Ես զգացել եմ իմ կյանքում այդպիսի բաներ։ Եվ որ զղջումը ապրել եմ, ես հասկացել եմ այդ կացինը փոխվել է փառած պսակի, Աստված իջեցնում է այդ պսակը ձեր վրա, եթե դու զղջում ես։ Զղջումը հզոր բան է։ Եկեղեցին սկսվեց հենց զղջումով Պենտեկոստեի օրը, երբ որ 3000-ի չափ մարդիկ մկրտվեցին, գրված է իրենց սրտերի մեջ զղջացին եւ ասեցին մարդիկ եղբայրներ ինչ անենք։ Այսինքն հույս կա։ Իսկ եթե վերցնենք այսպես, որ չարիքի համար անպայման մարդը պետք է պատժվի եւ ոչնչանա, կա մարդ, որ չարիք չի անում, ինչպես այն փարիսեցիներն էին բերել այն կնոջը եւ ցույց էին տալիս եւ ասում էին, ահա ինչ պիտի անենք սրան։ Տերը մի բան իրենց հասկացեց, որ եթե անենք, ձեզ էլ պիտի անենք, որովհետեւ ես գիտեմ ձեր արածները։ Գիտեմ,
Գիտեմ, թե փետրվարի 5-ին դու ինչ ես արել։ Եվ գիտեմ, որ հունվարի 31-ին ինչ ես արել։ Շատ լավ գիտեմ հոկտեմբերի 15-ը թե դու ինչ ես արել։ Աստված ամենը գիտե։ Գիտեմ, թե երեկ ինչ ես արել եւ գիտեմ վաղ ինչ ես անելու, բայց դու զղջա։ Եթե դու նույնիսկ հասել ես Նինվեի մարդկանց նման չարության, բայց նաեւ Նինվեի մարդկանց համար զղջա։ Ինչի համար էր Հովնանը ուզում կորսվեր Նինվեն։ Օրինակ քննեք ձեր ներսը, ես մի ակտուալ բան պիտի ասեմ։ Ինչ եք կարծում, եթե հիմա ես հարցնում եմ սա բոլոր հավատացյալներին, ոչ հավատքի մարդկանց մի քիչ ծանր կգա այս խոսքը, բայց պիտի համարձակվեմ հարցնել։ Եթե հանկարծ Աստված ձեզ ասեր, եւս 40 օր եւ Բաքուն պիտի կործանվի։ Դու որպես հավատացյալ ինչ դիրք ես բռնելու։ Այսօր մեր ակտուալ թշնամիներն են, չէ՞, այս աշխարհագրական եւ երկրային կյանքի համար։ Եվ հանկարծ Աստված քեզ ասում է, որ դու իրենց ասա թող, որովհետեւ կկործանվի, եւ հանկարծ տեսնես, որ չի կործանվում։ Ինչ դիրք կբռնես։ Դու գիտեք, որ այն ժամանակվա, ուրեմն Ասորեստանը հիմնական թշնամիներն էին Իսրայելի։ Գիտեք ինչ նեղություններ են տվել, ինչ ահավոր բաներ են արել։ Եվ հանկարծ Իսրայելի մարգարեն գնում է քարոզում է եւ նրանք փրկվում են։ Աստծո եւ մարդու տարբերությունը ես բերում եմ հենց հիմա Հովնանի եւ Աստծո տարբերությունը։ Ինչ էր ուզում Հովնանը եւ ինչ արեց Աստված։ Սա վերջի ֆրազան է, որ ես պիտի ասեմ, լուրջ խորեք սրա վրայով։ Հովնանը ուզում էր, որ Աստված կործանի Նինվեն, որպիսի ի ցույց աշխարհին երևա Աստծո ժողովրդի եւ հեթանոս, այսինքն չարի կամքին տրված ժողովրդի տարբերությունը։ Շատ հավատացյալներ այդպես են մտածում, որ Աստված պատժի, որ տեսնեն տարբերությունը, չէ՞ որ այդպես գրված է, պիտի դառնաք տեսնեք Աստծուն պաշտողի, չպաշտողի տարբերությունը։ Բայց Աստծո դիտավորությունը ո՞րն էր։ Աստծո դիտավորությունը այն էր, իսկ Աստված փրկեց Նինվեին, որպիսի իսրայելացիներին ցույց տա, թե այն ազգը, որ Աստծո ժողովուրդ չէր կոչվում, ինչպես զղջաց, դարձավ իր չար ճամփաներից եւ ճաշակեց Աստծո ողորմությունը։ Իսկ Իսրայել ազգի մեջ շատ շատերը չէին զղջում իրենց արասի համար։ Հիշեք, Հովնանը ուզում էր, որ ի ցույց լինի ողջ աշխարհին, որ Աստծո ժողովրդից մեկ եկավ քարոզեց եւ նրանք ոչնչացվեցին եւ ի ցույց բոլոր աշխարհին, որ Աստված, տեսեք, սա իր ժողովուրդն է, իսկ սա սատանայի ժողովուրդն է։ Այսօր շատերս կարող է այդպես մտածենք։ Վերջապես, այդպես էլ ասում ենք, չէ՞, վերջապես մենք քրիստոնյա ենք, մենք իրական Աստծուն ենք պաշտում, բա ինչի էսպես եղավ, բա ինչի այդպես եղավ, չէ՞։ Հովնանը նույն մտադրության մեջ էր։ Եվ հետաքրքիր այն է, որ Աստված ուրիշ բան արեց։ Տեսավ նինվեացիների զղջումը, ի ցույց ողջ տեզերքին ցույց տվեց, այո, Իսրայելի իմ ժողովուրդն է, այո, հայերը առաջինն են, որ ընդունել են քրիստոնեությունը, իմ ժողովուրդն են, այո, եթե մենք այսպես ենք մտածում, այո, սա այո, բայց մի բան կա, Սուրբ գրքում գրված է, անպիտան ազգով քեզ պիտի գրգռեմ։ Հիշում եք այդ տեղը գրված։ Այսինքն Աստված նինվեացիների միջոցով ցույց տվեց Իսրայել ժողովրդին, թե ինչպես է պետք զղջալ ու դարձի գալ։ Միգուցե այսօր մեզ էլ շատ բան ունի Աստված սովորացնելու եւ բաներ կա, որ ցույց է տալիս թշնամիների միջոցով, թե ինչպես է պետք ապրել ճիշտ։ Հետաքրքիր է, որ այս պատերազմական իրավիճակների մեջ, չգիտեմ, այդպիսի փաստերով կարող է բերել, որ ուրեմն հակառակորդի բանակի մեջ այդպիսի դավաճանություններ են եղել։ Մենք չենք լսում,
Քանի տեղերից ազգեր էին եկել, կռվում էին, չէ, ասենք, չեմ ուզում քաղաքականության վերացել, այս մեր падգամը, բայց այնուամենայնիվ միաբան էին, հասան ինչ-որ բանի, բայց մեր մեջ եւ անդավաճանություններ, շատ անգամ ասում են, ինչի Աստված թույլ տվեց։ Մեր առօրյա կյանքում ինչի շատ ժամանակ Աստված թույլ է տալիս բաներ, որ մեր սրտով չէ, Աստված ցույց է տալիս եւ նախանձի է քեզ գրգռում, բարի նախանձի, որ դու իմանաս, թե Աստծո եւ մարդու տարբերությունը որքան մեծ է։ Խորեք այս թեմայի վրայով, սիրելիներ։ Հովնան մարգարեությունը մենք կշարունակենք, դեռ պիտի խորանանք, որպեսզի Աստծուց սովորենք այն, ինչի կարիք, որ ունի այսօր մեր հոգին։ Տերը թող ձեզ օրհնի։ Ամեն։